Բարև սիրելի հետևորդներ, ես այժմ գտնվում եմ հեռավոր Կանադայի Էդմոնտոն քաղաքում։ Թորնիկներիս հետ այսօր պատրաստելու ենք սուրբ զատիկի արդի, պատրաստելու ենք բրնձով չամիչով փլավ, օգնելու այսօր ինձ նորից իմ թորնիկ Ալինան։ Վերցրել ենք բրինձը, նախորդ խաշելու եմ, բրինձը խաշելուց հետո քամում ենք ջրով, սառը ջրով լվանում ենք, որպեսզի չկպչի, այնուհետև ընդեղեն ապակելուց հետո ճիր, չամիչ, նուշ, ընկուզ, պնդուկ, մենք ունենք նաև Հայաստանից բերված չամիչներ, հայկական չամիչով պատրաստելու ենք բրնձով չամիչով փլավ։ Ալինաս արդեն դասավորել է չամիչը, որպեսզի մենք արդեն բովենք մինչև բրինձը պատրաստ լինելը։ Բրինձը այսքան մեզ բավական։ Լավ լվանալուց հետո ուղարկում ենք երկելու արդեն։ Մարածուն շատ խառն Ալինա, շատ։ Մեր ծիրանաչիրը Հայաստանից բերված հայկական ծիրանի չրով ուտելու են թորնիկներս բրնձով փլավը։ Սիրում ես? Հա։ Այո։ Չէ, ասում ենք այո։ Բրինձն արդեն եփվում է։ Սա էլ մեր չիրու չամիչը։ Ասեմ, որ քիչ եմ պատրաստում, կարծես ոչ բոլորն են սիրում։ Քիչ եմ պատրաստում։ Բրինձը եփեց վերջացավ, հիմա սառը ջրով անցկացնենք, որպեսզի մեր բրինձը հատիկ մնա։ Ճիշտն ասած, տեղի ուտելիքին բանին այնքան էլ ծանոթ չեմ, որովհետև տարբերություն տալիս է։ Ափսոս այստեղ հայկական լավաշ չճարեցի, որպեսզի լավաշի մեջ պատրաստեմ։ Ոչինչ, այս անգամ կպատրաստենք առանց լավաշի։ Պատրաստ է։ Մեր բրնձով փլավը ստացվեց, քաղցրացրինք և համեմեցինք իմ թորնիկի անուշ համու հոտով։ Մի հատ ձեռքով ենք անում հետևորդներին, չեմ կասկածում բրնձի համեղության համար, որովհետև այստեղ աշխատանք է դրել նաև Ալինաս։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր էջին և սրտիկել, հետևեք մեր էջին, որպեսզի դիտեք նորից մնացած հետաքրքիր բաղադրատոմսերը, Ալին հետևորդներին ձեռքով ենք անում և վայելում ենք մեր բրնձով փլավը։ Մենք հիմա այժմ փորձենք մեր պատրաստած բրնձով փլավը։ Դակա։ Նա կամով է։